Ընդդիմությունն ասում է իշխանությունը չի ամաչում 4-րդ կարգի անորակցորեն է բերել, թմբկահարում էր այս ընթացքում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու։ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել։ Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու։ Իսկ հիմա իրանք քննարկում են, թե ծորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է, իսկ ընդհանրապես ծորենի մասնագետ ես չեմ եւ էկոնոմիկայի նախարարությանը հարցնեք, բայց ես չեմ կարծում, որ ինչ որ անհատ ձեռներես պիտի ուզենա ներգրի ծորեն, որը իր նպատակին չի ծառայում։ Պարոն Բայրամովի հայտարարությունների հետ կապված մեկ էլ Ռուսաստանի, ռուսաստանական ծորենի մասին ինչ են ասում։ Նորմալ է, որակը բավարարում է իրանց։ Տեսնում եք ինչ լավ է։ Պարոն Օպինյան Բայրամովի հայտարարությունների հետ կապված ցավալուն հայտարարություններ էր տվել, փաստորեն հիմնական մեղքն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ փուլի կտրուկ այսպես փոփոխությանը եկել տեսակետը հրաժարվել է բանակցություններ վարել ու ինչն էլ բերել է փակուղի ու արդյունքում ունենք այս ցավալի իրավիճակը պատիժն հանգեցրել է պատերազմին։ Ավելի 19-ին ասած առաջարկներ են ներկայացել, որոնք մերժվել են։ Դա ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Բայց փաստերը նրանք վկայակոչում, պարոն։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետեւ այդ փաստերը ճիշտ չեն։ Դրանք ճիշտ փաստեր չեն։ 19 թվականի Արցախ Հայաստանը եւ չի ասել, որ զրոյական Ռոբերտ Քոչյանը ասել է Արցախը, Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչյանի եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահրել։ Ներողություն 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Հարգելի գործընկերներ, նախ 1000 անգամ խոսել ենք, էլի, ես չզարմանում եմ, ոնց է ամեն անգամ գալիս հարց տալիս։ Ամեն անգամ թողեք խոսեմ։ Ամեն անգամ ինձ զարմացած հարցեր եք տալիս, ոնց որ 1000 անգամ չի խոսվել դրա մասին։ Ես էլ երբ որ, հա, հաստատում եք, շնորհակալություն։ Հիացած եմ ուղղակի։ Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները։ Նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմում, որովհետև երբ որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները մեկտեղում է, ստացվում է ինքնորոշումը Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր առաջարկները, որոնց մի մասը իդեպ Ադրբեջանն է մերժել, ենթադրել են դա։ 2019 թվականի առաջարկը սկսում է հետեւյալով. Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր եւ Արմեն Սարգսյանը չէր վարում բանակցություններ։ Հետաբար 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել։ Բայց ընթացքել չի տեսել։ Ինչ նշանակում է։ Իսկ 2016 մի վարքյան 2016 թվականի առաջարկների Սերժ Սարգսյանը ընթացք տվել է, կամ դրանից նախորդած որևէ առաջարկի ընթացք տրվել է։ Եվ մի կարևոր բան եմ, էլի ես ուզում ասել։ Ընդհանրապես բոլոր նախագահները նախկին այսպես կոչված ինչ են ասում։ Ասում են, այ որովհետև իրանցից երկուսը երբեք չեն ընտրվել նախագահ, մեկն էլ մի անգամ է ընտրվել, երկրորդ անգամ չի ընտրվել։ Այ դրա համար այսպես կոչված։ Ինչ են ասում։ Ասում են ամեն մեկի իր նախագահության տարիներին, էլի։ Այսպիսի հանճարեղ առաջարկներ կային, այսպիսի շատ լավ ծրագիր կար, այսպիսի շատ լավ ծրագիր կար։ Է շատ լավ, եթե այդքան լավ առաջարկներ կային, ինչի չեն իրագործվել այդ առաջարկները։ Մի վարքյան թողեք հարցին պատասխանեմ։ Հաջորդը
իրականում մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ իրականում տեսել ենք ախր։ Մենք տեսել ենք այդ առաջարկի ընդունումը ինչ էր ենթադրում, որովհետև առնվազն 2010-ականներին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են ինչ, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, տարբեր վարիացիաներով, հա, բայց 7 շրջաններից Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի Միչանսկի շուրջ առնվազն ռուս խաղապահներ են կանգնում եւ կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։ Այս իմ նշած ամեն ինչը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղի է ունեցել։ Մենք արդեն տեսել ենք ինչ է լինում, երբ որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջանների մի մասից, երբ որ մնում է Լաչինի Միչանսկ եւ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղապահների կանգնելով եւ տեսել ենք, որ դա որևէ կերպ ես հասկանում եմ, որ հրապարակ օրաթերթը մի քիչ խնդիրներ ունի, բայց մի ընդհատեք ինձ։ Ես խնդիրներ բացարձակ չունեմ, ու երբ որ ես պատասխանում եմ, մի ընդհատեք ինձ։ Եվ հետեւաբար մենք տեսել ենք, դե չշարունակեցի ուղղակի խնդիրներ ունի ինչի հետ, որովհետեւ փորձում են պահել բարեկրթության սահմանները։ Եվ մենք տեսել ենք, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար, երբ որ իրանք ասում են, այն ժամանակ էս ինչներ, մենք դրա իրագործումը գետնի վրա տեսել ենք։ Պարոն Բինյան, մեկ այլ հարցի անդրադառնանք։ Հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած, որ տեսել ենք, եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք կրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայիք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք, հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է։ Հիմա ինչ եք ասում, որ մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է։ Դա երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը։ Մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացրած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի, կամ 7 շրջանով, կամ 5+2, կամ Լաչինի Միչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի Միչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաշ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց է ավարտվում։ Ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական։ Սերժ Սարգսյանի հարցազրույցն այլ։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը կներեք, ես ո մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դուք գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք, դա ձեր գործն է։ Ով է ասում, ես վստահ չեմ։ Ժամը 6-ից Դե հիմա անպայման չի նայել դրա համար, բայց չեն նայել Սերժ Սարգսյանը։ Հարցազրույցից մյուշագրավ դրվակա դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք, հեղափոխության ժամանակ միշտ կողքին եք եղել, ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի փոխվարչապետի պաշտոն են առաջարկել։ Ես նման բան չեմ։ Ով է Սվիտասկին է նրան ասել այդ մասին։ Ես չգիտեմ։ Ես ասել Սերժ Սարգսյանին։ Ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ իմացել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտալսկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկվել, չի եղել։ Ես համենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ, որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։
Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներում, այսպես կարմիր թելով գծված, իրենք երկուսն նույն բանն էին պնդում բանակցությունների հետ կապված, ձեզ մեղադրում դուրս թողեցիք բանակցություններից, պատերազմը դուք հրահարեցիք։ Ինչ որ միտում կա այս հարցազրույցների իրար հաջորդականության մեջ, նաեւ դրան գումարենք Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դրսի լրատվամիջոցներին էլի ձեզ մեղադրանքներ։ Դժոխ ջան, ասում եմ, ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Ես համաձայն չեմ եւ ճիշտ եք նկատում, որ այդ պնդումները նույնն են։ Հիմա դուք դատեք, նորմալ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահարելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետեւ ինքը հակառակ կողմն է, պետք է հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղ։ Էս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Պարոն Վինյան, մի րոպե կներեք, էլի Բայրամովը ասում էր, որ այդ իրավիճակում այդ շրջանում իրենք փաստեր են հավաքել եւ միջազգային հանրությանն են ներկայացրել այդ փաստերը, մասնավորապես նշում էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը Հայաստանը եւ վերջ Տավուշյան դեպքերից հետո այդ ցուցադրաբար միջոցառումը մեդալներ հանձնելը, համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում, դուք այնուհանդերձ չեք կարծում, որ այդ ամենը ինչ որ կերպ նպաստեց, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պնդումների հետ, որ Հայաստանը հրահարել է պատերազմ։ Ես դրանց հետ համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի եւ Ռոբերտ Քոչյանի այն պնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիա է դիմել։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչյանի եւ պարոն Բայրամովի միջև այդպես է ասել։ Ու մի կողքից բան արեք, մեկնաբանեք իմ ասածները։ Հաջորդը ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմի 44 օրյա հետեւյալի մեջ է։ Այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ռազմական բյուջեից մեկը մեկինից չդառնա մեկը 5-ին 2008 թվականի դրությամբ, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, եւ այսպես շարունակ։ Այդ դա է պատճառը եղել 44 օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Շատ բարձ։ Ինչ։ Պատերազմը հենց այդ է սկսում է, երբ որ բալանսը խախտվում է, եւ ոչ թե հավասար։ Ինչի պետք է Ադրբեջանը մի վարքյան մի իմ հետ հավասար խոսեք։ Ինչի պետք է հավասար խոսում եք, հենց հիմա դուք իմ հետ հավասար խոսում եք։ Ինչի պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է եւ Ռոբերտ Քոչյանի ընտանեկան բյուջեն է ավելանում։ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, երբ որ այդ համամասնությունը պետքա փոխվեր իր օգտին։ Եվ երբ որ Ռոբերտ Քոչյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել, իհարկե։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին մեկը մեկին հարաբերակցությունից դառել է 1-5-ի հարաբերակցություն։ Դուք հիմա ինչ փաստարկներ եք վերեք, ակնհայտ է, որ այդ տարիները Համաձայն եք իմ փաստարկները։ Ոչ, համաձայն։ Իա, ինչի համաձայն չեք։ Տեսեք, բացատրում, ակնհայտ է, որ այդ տարիները։ Ինչի համաձայն չեք, ասեք։ Որովհետև այդպես չի իրականում։ Դուք Բա ո՞նց է։ Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների մեկը 1-ի ու մեկը 5-ի չի եղել։ Գուցե այդպես եղել, բայց դա Գուցե չէ, այդպես է եղել։ հրահրելու Ադրբեջանի պատերազմը։ Դե ով է հրահրել Ադրբեջանի պատերազմը։ Դուք ասում եք, որ հրահրել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, որ Չէ, ինչ եք դուք ասում։ նպաստել են, որ Ադրբեջանը Ես էլ ասում եմ նպաստել են հետեւյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետեւյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո նպաստել են հետեւյալ քայլերը։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց
հիմա թվականակով մեզից մի քանի անգամ մեծ պետությունները մեզ պիտի խժռեին, ինչի մենակ ռազմական բյուջեով, բա բանակցությունները դուք գոնե բանակցող մարդ եք։ Ես էլ շատ լավ այդ բանակցությունները, ասում եմ, իրանք եթե այդքան հանճարեղ բանակցողներ էին, այդքան հանճարեղ ծրագրեր կային, ինչի չեն իրագործվել այդ ծրագրերը։ Կամ որ ասում են Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բանակցությունները փակուղի մտցրեց։ Սիրելիներս, Սերժ Սարգսյանը 2000 մի ընդհատեք ինձ, սիրելի իմ բարեկամ, մի ընդհատեք ինձ։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին Բայց դա չի ասում։ Չէ, որովհետև դա ակնհայտ է, որ պետք է տեղի ունենա Սահմանազատման հանձնաժողովում։ Սահմանազատման հանձնաժողովում չի կարող սահմանազատվել սահմանի անգամ 1 սանտիմետր առանց համապատասխան իրավական հիմքերի։ Արծվաշենի մասին է խոսել վարչապետը, մենք Արծվաշենի իրավական հիմքերի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Հիմա նաև այսպիսի բաներ կան, կարծիքներ կան, մի րոպե, ասում են Արծվաշենը որևէ ռազմավարական նշանակություն չունի, այնինչ, բայց այն Ժորժ ջան, Արծվաշենը մեր տարածքն է, հասկանում եք, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արծվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որովհետև դա մեր տարածքն է։ Մեր տարածքն է, չեմ կարող չխոսել Արծվաշենի մասին, սրա մասին է խոսքը։ Ընդ որ ոչ միայն Արծվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև անկլավների մասին որ խոսում են, պարոն Ռուբինյան, ասում են, որ եթե դա անցնեն Ադրբեջանում, մենք ճանապարհների ենթակառուցվածքների խնդիրներ ենք ունենալու։ Ես էլ ասում եմ, որ այդ հարցերը ենթակա են քննարկման սահմանազատման հանձնաժողովում եւ այդ հարցերի հետ կապված արդեն երբ որ սահմանազատումը հասնի դրան այդ հարցերին արդեն կողմերը կորոշեն այդ հարցին ոնց անդրադառնան տեսականորեն եթե փոխանակման որոշում լինի ընդհանրապես որևէ սահմանային որևէ հատվածի դա հնարավոր է անել միայն հանրակրվեով Նիկոլ Փաշինյանը գրել էր Նարեկը թողնես հարցը տա։ Ոչ, մենք տեսանք, որ Կիրանցի հատվածում հնարավոր չեղավ ճանապարհի հետ կապված այնպիսի որոշում կայացնել, որ գոնե ճանապարհը մնա Հայաստանին, հայ գյուղին եւ նոր ճանապարհ կա։ Որովհետեւ այդ կոնկրետ այդ կետում որոշում չկար տարանցքային փոխանակման։ Բայց իդեպ եթե այդ ժամանակ էլ լիներ, պետք է հանրակրվել լիներ։ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որ մինչև տարեվերջ առաջարկների մասին փաստաթղթերը կհրապարակի եւ ասել էր, կարծես թե սպառնացել էր Սերժ Սարգսյանին, որ նաեւ մի նամակ է հրապարակել։ Դուք տեղյակ եք ինչ նամակի մասին է, որովհետեւ դուք նաեւ փող արտգործ նախարար եղել։ Գուցե տեղյակ եք ինչ փաստաթղթի նամակի մասին է։ Ես ինչ-որ նամակներ տեսել եմ Սերժ Սարգսյանի գրած, բայց չգիտեմ վարչապետը որ նամակի հետ էր։ Չէ, նկատի ունեմ բանակցային գործընթացում տարբեր երկրների ղեկավարներին ուղղված նամակներ տեսել եմ, բայց ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Քաղաքական դրամաբանություն կար։ Նարեկ ջան, լավ է։ Ոնց կարող է Սերժ Սարգսյանը ոնց կարող է զիջողական լինել։ Ոչ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը իրենք ուղղակի բաներ են, չէ, քաջարի մարտիկներ են եղել, ինչ զիջողական։ Հայկական է։ Փաստը։ Ինչ։ Իրենց տարիներին 20 տարի Արցախը հայկական եղել։ Դուք հիմա ինչ բարձաբանում եք բերեք, պարոն Ռուբինյան։ Ձեր տարիներին Արցախը ադրբեջանական դարձավ։ Նախ ես առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ եք։ Չէ, դու էսի բանավիճ է։ Բայց բանավիճ է, բայց դեմ չեմ։ Ես ձեր հետ բանավիճ եմ, խնդիր չեմ տեսնում։ Բայց առաջարկում եմ, ոչ թե դուք իմ հետ բանավիճ եք։ Այ Ռոբերտ Քոչարյանը թող գնա Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճի։ Ինչ վատ կա։ Ինչի ենք միջնորդավորված բանավիճում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարող եք ինձ բացած։ Մի խնդրում եմ, էլի դուք որևէ մեկի խոսնակը չեք, խնդրում եմ մի ընդհատեք ինձ, Աստծո սիրուն։ Տեսեք, թող ինչ ենք միջնորդավոր, օրինակ ինչի եք դուք Քոչարյանի թեզը, ընդ որում որևէ ուշադրություն դարձ, մի վարքյան էլի, մի վարքյան։ Ասում ինչի եք դուք Քոչարյանի թեզը հիմա ինձ փոխանցում, որ ես այդ թեզին հակափաստարկ բերեմ։ Ես առաջարկում եմ հետեւյալը. եկեք միջնորդներին արանքից անենք ամենայն հարգանքով ձեր հանդեպ։ Եվ իմ հանդեպ էլ ես ես առաջարկում եմ մեր գործը հեշտացնել։ Թող Ռոբերտ Քոչարյանը բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հասկանում եք, պարզ բան եմ ասում։ Իդեպ, ուրա փայլակը, գնաց փայլակը, ափսոս, լավ չեմ ասել, ուրեմն ինչ որ ուզում եմ ասել։ Եվ հաջորդը, որը կերկին վերադառնում եմ հետևյալին, երբ որ Արցախը հայկական էր, երբ որ Լեռնային, իսկ ինչ է դա նշանակում, երբ որ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայեր։ Մենք առաջարկում ենք ճանապարհ, երբ որ մենք հայտարարեցինք, որ նշաձողը պետք է իջեցնել, այդ թվում Քոչարյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը, մյուսները, Դաշնակցությունը, Լեռնային Ղարաբաղում իրancs այդ աֆիլիացված ուժերը մեզ դատապարտում էին դավաճանականության մեջ եւ ես ինչի մեջ, այն ինչի մեջ։
Իրանք արդյունքում ինչ արեցին։ Իրանք եւ իրանց հետ ասոցիացված ուժերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում դաշնակցությունը։ Այնպես արեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ընտրեցին նախագահ Լեռնային Ղարաբաղում, ստեղ Երևանում հանրահավաք էին անում, Նարեկը մոտեցավ Առնվազն Քոչարյանի, Սարգսյանի չեմ հիշում, մոտեցավ թե չէ։ Ասեց ինչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին։ Ասեցին շատ լավ է, հուսով ենք նույնը Հայաստանում կլինի։ Հայկ Մամիջյանը այստեղ ազգային ժողովում էր ասում էր եւ կհնչի զանգը, ինչ որ մի բան կլինի։ Ու ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Հասկանում եք։ Հիմա դուք ուզում եք սրա մասին օրինակ մի օր հարցնեք, որ խնդրեմ ինչ որ մեկը ձեզնից Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կհարցնի, պարոն Քոչարյան, պարոն Սարգսյան, այդ 2023 թվականի ամառը, որ օպերայի Ազատության հրապարակում հանրահավաք էիք անում, ասում եք շատ լավ է այն ինչ տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, հուսով ենք նույնը Հայաստանում տեղի կունենա։ Մանուջարյան Հայկն էլ ասում է շուտով կհնչի զանգը։ Ու դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղ հայաթափվեց։ Իրանք ինչ նկատի ունեին։ Եթե իրանք 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Արցախի։ Շատ լավ, դե ուրեմն նույն անալոգիայով, եթե 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, այդ ո՞նց են իրանք 30 տարի երկիրը կառավարելուց հետո, երբ որ մի իրավիճակ, երբ որ հավասար ռազմական բյուջեն հենց են անում, որ մի քանի անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է, ու դրանից հետո մենք գալիս ենք իշխանության 1.5 տարվա մեջ, այսինքն այդ նույն անալոգիայով մենք մեղավոր ենք, որ պատերազմը սկսել, բայց իրանք մեղավոր չեն։ Եթե այլ հարցեր չունենք, որ պատերազմի օրերին ինքը եկել է Արցախ եւ ուզեցել է հանդիպի Արայիկ Հարությունյանը, բայց նա չի ցանկացել հանդիպել, ասել Նիկոլ Փաշինյանը։ դրանք հետաքրքիր խոսակցություններ չեն։ Որտեղ հետաքրքիր, սկսենք նրանից, որովհետեւ Արայիկ Հարությունյանը ազատության մեջ չի, որ իմանանք ինքը դա հաստատում է թե չէ։ Ես ինչ իմանամ իրանք իրար հետ ինչ են խոսում։ Բայց ես ինչ իմանամ իրանք դες բան խոսել են թե չէ։ Ինքը ասում է ես այս մարդու հետ խոսել եմ սա, ես ինչ իմամ ճիշտ ասում թե չէ։ Այլ հարցեր կան։ Ցանկացել երբևէ որևէ խոստացել է իշխանական խոսում սպառված փաստաթղթի մասին, հա, նոյեմբերի 9-ի, որի ժամկետը Չգիտեմ, երևի ուզում եմ խոսա, չգիտեմ։ Եթե այլ հարցեր դուք վերջին որ իշխանապողության դեպքում հանրային համերաշխությունն է վերականգնելու, որովհետև ձեր իշխանությունը իր բառերով ասած Նիկոլ Փաշինյանը չար է եւ կոնֆլիկտ։ Դե Ռոբերտ Քոչարյանի իշխանության եղած վերջին օրերին հանրային համերաշխությունը, եթե ինքը պատկերացնում է, այսինքն հիշենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին օրերը, 10 զոհ Երևանի փողոցում, տանկեր Երևանի փողոցներում։ Դա է հանրային համերաշխությունը։ Թե ասենք այն որ Պապլավոկ ինքը գնում, դրանից մի քանի ժամ հետո այդտեղ մարդ է սպանվում, դա է հանրային համերաշխությունը։ Գիտեք, բանը, գիտեք, այդ ժամանակ ես հիշում եմ Առավոտ թերթում Արամ Աբրահամյանը գլխավոր խմբագիր այն ժամանակ էլ էր գլխավոր խմբագիր, չեմ թե հիշում, թերթում էր գրել, թե ուրիշ տեղ էր ասել, ասում էր հումոր էր էլի արել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը այցելել է ազգային պատկերասրահ, զոհեր չկան։ Մա էդ է իր համերաշխությունը եղել։ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ, զոհեր չկան։ Ով է գրում։ Էլի Facebook։ Ով։ Ես օրինակ հաղում արեցի ով է գրել, ով է գրում։ Ես կգտնեմ ստատուսը։ Դե գտեք ինձ ուղարկեք, շնորհակալություն։